Խոշոր բեռնատարները Հայաստան են բերել Եվրամիության խոշոր նվերը, բեռնաթափել հնարավոր է հատուկ ավտոկրունկով միայն։ Բեռներից ամենածանրը մոտ 20 տոննա է կշռում, հեռակառավարվող ականազերծման մեքենա հանրապետության վտանգավոր տարածքներում մարդասիրական ականազերծման աշխատանքներին աջակցելու համար։ Դա կբերի իրական ռիսկերի նվազեցմանը, դժբախտ դեպքերի նվազեցմանը եւ ըստ էության կնպաստի նաեւ տարածքների սոցիալ-տնտեսական զարգացմանը։ Աղտոտված տարածք, այսպես են ականազերծողները կոչում այն վայրերը, որտեղ կարող են մնացած լինել ականներ կամ պատերազմի պայթյունավտանգ մնացորդներ։ Այդպիսի հողեր կան Հայաստանի 5 մարզում՝ Տավուշում, Սյունիքում, Վայոց ձորում, Արարատում, Գեղարքունիքում, նախնական պաշտոնական գնահատմամբ շուրջ 43 միլիոն քառակուսի մետր տարածք։ Հիմնականում տարածքները գյուղատնտեսական կամ արոտավայրերի համար նախատեսված տարածքներ են, ինչպես նաեւ շատ ենթակառուցվածքներ գտնվում են աղտոտված տարածքներում։ Տարածքների մաքրման արդյունքում հնարավորություն կլինի եւ վերականգնել եւ ենթակառուցվածքները եւ շահագործել գյուղատնտեսական նպատակով մեր պիտանի հողերը։ 2025-ի դեկտեմբերին Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրեցին երկկողմ գործընկերության օրակարգի փաստաթուղթը, հայտարարվեց խաղաղության պահպանման ու ավելի դիմացկուն Հայաստանի համար 15 միլիոն եվրո հատկացնելու մասին։ Եվրոպական հանձնաժողովի արտաքին քաղաքականության գործիքների ծառայության հետ բանակցություններից հետո ականազերծման վարժանքներն ու անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերումը ներառվեց ֆինանսավորվող նախաձեռնությունների շարքում։ Ականազերծող հեռակառավարվող 2 մեքենայից բացի Հայաստանը շուտով կստանա նաև շտապօգնության 2 մեքենա անհրաժեշտ հագեցվածությամբ։ Հաշվի առնելով, որ չկա փորձառություն այս լեռնային պայմաններում տեխնիկայի շահագործման եւ նորա, մեր գործընկերներն ԵՄ-ի աջակցությամբ լավագույն միջազգային փորձագիտական խմբերը հիմա մեր գործընկերները հետ աշխատում են միասին, որ կարողանան նախնական ցուցանիշներ ձևավորել, որի հիման վրա մենք կներկայացնենք կառավարություն առաջարկություն ազգային չափորոշիչները վերանայելու եւ արդյունքային ցուցանիշները իրական բարելավելու։ Մատակարարված ականազերծող մեքենաները նախագծված են հատուկ հումանիտար աշխատանքների համար։ Արտադրող խորվաթական ընկերությունն այն փորձարկել է Բալկանյան երկրներում, կիրառվում են Սաուդյան Արաբիայում, Եմենում, Ուկրաինայում։ Ավելի քան 500 սարքավորում ենք մատակարարել 41 երկիր, սրանք նախատեսված են բոլոր տիպի ականների համար։ Կարող են դիմանալ բավականին հզոր պայթյունների, հավատում ենք, որ այս տեխնիկական միջոցները լավագույնս կօգնեն հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոնին չեզոքացնելու տասնամյակների պայթյունավտանգականները։ Հումանիտար ականազերծման աշխատանքները Հայաստանում պաշտոնապես մեկնարկել են դեռևս 2002-ից 2014-ից արդեն ներդրվել են ազգային չափորոշիչներ։ Այս ընթացքում մաքրված տարածքում որևէ միջադեպ չի արձանագրվել։ Հումանիտար ականազերծման պոակում այս տարի նախատեսում են աշխատանքի արդյունքային ցուցանիշի մինչև 300%-անոց աճ։ 2027-ից արդեն գործին կմիանան նաև հեռակառավարվող այս սարքերը։ Մեքենաները կօգտագործվեն նաև Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի սահմանազատման աշխատանքներում։